Պարոն Սիմոնյան, վերջին օրերին իրադարձությունները նաև ձեր շուրջ են այսպես պտտվում, խուզարկություններ կատարվել, ինչ են գտել ձեր տնից եւ ինչ էին ուզում ձեզնից։ Ընդամենը մեկ նոտատետր են գտել, որտեղ ընտանեկան, այսպես կնոջ աշխատանքներն են եղել։ Ուրիշ որևիցե բան չհայտնաբերելով փորձեցին երեխաների հեռախոսները նույնպես վերցնել։ Այնտեղ էլ ոչ մի բան չկա։ Սրա բացատրությունը մեկն է, իշխանությունը հասկանալով, որ այն 50%-ը, որը արձանագրվեց ընտրությունների արդյունքներում, դրանք փուջ են, նաև կասկածի տեղիք է տալիս իրենց այսօրվա վարքագիծը, որ շատ հնարավոր է նաև կեղծվել են ընտրությունները, բազմաթիվ փաստեր կան տեղամասերում կատարված ընտրակեղծիքների մասին, եւ իրենք հասկանալով, որ երկիրը կարող է իրենց ձեռքից դուրս գա, ցանկացած բռնաճնշում ընդդիմադիրների նկատմամբ կիրառում են, որպեսզի կարողանան իշխանությունը պահել։ Երեխաների հարկույց ասացիք, պարոն Սիմոնյան, հեռախոսները, անչափահաս դպրոցական երեխաների հեռախոսները նույնպես արգելվեցին։ Իրենց գործելավոճին համահունչ գործեց իշխանությունը, չնայած այդ տղաները ոնց հասկացա այդքան էլ բան չունեին, հագում չունեին, բայց զանգերի SMS-ների միջոցով փորձում էին ինֆորմացվել, որ պետք է ամեն ինչ բերել այդտեղից։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունները լսել եք, որտեղ նաև ձեր վերաբերյալ խոսակցություն կա, նշում են, որ Կարենն է մեր գլխի տերը, սրանց վերաբերյալ ինչ Այնտեղ գլխի տեր բառակաբարձություն չի եղել է պատասխանատու, իսկ ինչ մնում է ձայնագրություններին, ուրեմն 6 տարբեր ձայնագրություններ են հրապարակում, երբ որ սկսում է շտաբային աշխատանքը նախընտրական փուլում, 100, 200, 300, նույնիսկ 400 կամավորներ են հավաքվում եւ դու չես կարող հասկանալ այդ 400-ից քանիսին է իշխանությունը ուղղորդել դեպի ձեր շտաբեր։ Եվ շատ հնարավոր է իրենց ուղղորդածների մեջի հեռախոսազանգերն էլ իրենք այսպես սարքեն, ձայնագրեն եւ փորձեն կապել իրական մեր գործընկերների շտաբային աշխատանքի մասնակիցների ձայնագրությունների հետ եւ ինչ որ մի հատ բան ստանան։ Բայց այդ ամենից տեսեք, ամենավերջի խոսակցության մեջ երբ որ ասում է, գիտեք ինչ, ձեր պատասխանատուն այսինչն է, Իրանը այնինչը եւ վերջում Կարեն Սիմոնյանն է, դա պետք է շտաբերը պատասխանատուներ ունենան։ Հենց մեր առավելությունը դրանում է կայանում, որ մենք պատասխանատուների ինստիտուտ ենք կիրառում եւ չենք ունենում քարոզարշավի ժամանակ ոչ լպիրշություն, ոչ ավելորդություն, որևիցե մեկը չի կարող ցույց տալ համացանցում թեկուզ գրառում, որ մեր ընդդիմադիր շտաբերից մեկից իրենց հասցեին հայոյանք է տեղի ունեցել կամ լպիր շարդայություն։ Հենց դրա արդյունքը նա է, որ պատասխանատուներով ենք աշխատում։ Խորհուրդ են տալիս նաև իրենք աշխատեն այդ համակարգով, որպեսզի կարողանան զսպեն եւ հայեցի տեսակը չկորցնեն։ Պարոն Սիմոնյան, իշխանությունը մեկ անգամ չէ որ հայտարարել է Գյումրիում արտահերթ ընտրություններ իրականացնելու մասին, նաև հայտնի դարձավ, որ ԿՊ խմբակցությունը հայտարարություններ տարածել եւ քանի որ իրենց վերած օրինագծերը բյուջեի վերաբերյալ նաև իրենք այնտեղ խնդիր են տեսնում եւ չեն գալիս մասնակցորում չեն ապահովում, ձեզ էլ հնարավոր է կալանավորեն եւ այդպիսով ընդհանրապես ավականու նիստերը տեղի չի ունենա եւ Գյումրին գնալու է արտահերթ ընտրության։ Ինչպես եք պատկերում, ամեն դեպքում փորձում են քաղաքային իշխանությունը ընդդիմության ձեռքից վերցնել։ Տեսեք, իրանք փորձում են ամեն ինչ անել, բայց եթե Գյումրիի ընդդիմադիր ավականիները պինդ են, իրենց տեղերում են, ոչ մի բան էլ իրանք չեն հաջողելու։ Այս պայմանությամբ ես չեմ ճանաչում ավականիներում մարդ, ով կարող է դավաճանել եւ լքել ընդդիմադիրների ճամբարը միանալով իշխանականներին։ Այս մեկ։ Երկրորդը, իրենք երեք ինձ չթողնելով հասնել քաղաքապետարան, ինձ փողոցից այդպես լուսացույցի տակ մեքենաներով շրջափակեցին եւ ուղղորդեցին դեպի մեր բնակարան, որտեղ զգացվում էր, որ ժամանակել են փորձում ձգել, որ ես չհասնեմ այնտեղ։
Հավանաբար պատճառը նա էր, որ տեղի չունենար նիստը եւ իրենց արտահայտություններում թույլ տան իրենց, որ քաղաքում կառավարման ճգնաժամ կա, բայց այդպես չի կարող։ Եթե դուք ինքնաբերաբար խանգարում եք, որովհետեւ հետո խոսեք, դա թույլ բնավորության տեր մարդկանց վարկագիծ է։ Եթե պայքար է, ուրեմն դեմ դիմաց ենք պայքարելու։ Եթե այդպես հետևից պետք է խփեք ու հետո ասեք քաղաքում կառավարման ճգնաժամ կա, դա վայել չի, հայ մարդուն վայել չի։ Հաջորդը իրենք ըստ երևույթին պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների երկրում, ուզում են, որ հանրաքվե անցկացնեն եւ այս ֆոնի վրա իրենց պետք է Հայաստանի երկրորդ քաղաքը նույնպես լինի իրենց տիրապետության տակ, որովհետեւ իրենց որևիցե մեկը չխոչընդոտի, նշանակեն իրենց այնտեղ բդեշներին եւ փորձեն նաեւ այդ սահմանադրական հանրաքվեն ցույց տան, որ լեգիտիմ է անցել։ Բայց մենք մնալու ենք պինդ, գնալու ենք մինչեւ վերջ եւ մեր տեսակը պահելով խանգարելու ենք ամեն քայլափոխին իրենց այդ չարաբաստիկ նպատակները։ Տեսեք, ես որևիցե պարագայում չեմ փոշմանում, այդ գործընթացը գնում է առաջ, չկա որևիցե վերջնական, ապացույցներ եւ նմանատիպ իրավիճակներում, եթե նորից հայտնվենք, ուրեմն որևիցե դեպքում չենք քվեարկելու իշխանության օգտին։ Ունենք երկու տարբերակ, մեկը ընդդիմադիր առավելագույն ձայներ ստացածի օգտին քվեարկելն է եւ հաջորդը քաղաքացիական պայմանագրին վերարտադրել քաղաքի իշխանությանը։ Որևիցե պարագայում մեզանից հավատալու չէ, որ մենք կարող ենք ջուր լցնել իշխանության ջրաղացը։ Եվ այդպիսով քաղաքական արտարև տնտեսությունների եւ կարողանան ձևավորել քաղաքային իշխանություն ամբողջ դրանում է։ Դուք պայքարը ինչպես եք տեսնում այս դեպքում, երբ որ ընդդիմադիր հավաքանու անդամներին ըստ էության քաղաքային Ես չասացի չեն Դավաճանի, ես ասացի չեն տեսնում այս պահին մարդ, որը կարող է գնալ այդ դավաճանական քայլի։ Իսկ եթե իրենք գնան այդ բռնաճնշումներին, ում կալանավորեցին, նրանից հետո եկողը կվերցնի մանդատը եւ մենք միշտ կունենանք 19 մանդատ։ Այս պահին ընդդիմությունն ունի 19 մանդատ, իշխանությունը 14 է։ Եթե հաշվի առնենք, որ Ղուկասյան Վարդանը ձերբակալված է, նորից ընդդիմությունը մեկ մանդատով ավել է, 17-ի փոխարեն 18 է, ինչքան ձերբակալ են, այդքան հաջորդը գալու է Գյումրեցու թասիբը բարձր պահելով, չի թողնելու, որպեսզի Գյումրին դուրս գա ճնշումների միջոցով դրեց մանդատը հետո նաև խոսակցություններ կա, որ միանալու է խոսակցությունները հոդս ցնդեցին եւ ցույց տվեցին, որ դնելով մեկը մանդատը հաջորդը եկավ եւ իշխանությունը պահավ նորից ընդդիմության ձեռքում։ Շնորհակալ եմ։